Ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտված կոռուպցիոն շղթայում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կալանավորված մեկ և ևս մեկ ձերբակալված պաշտոնյայից բացի առնվազն ևս 12 պաշտոնյաներ են ներգրավված եղել։ Կալանավորված պաշտոնյան սոցիալնախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանն է։ Նրա ղեկավարած կառույցը ըստ ազգային անվտանգության ծառայության քաղաքացիներին օրենքով նախատեսված հաշմանդամության խումբ որոշելու դիմաց 20-ից 40 հազար դրամի չափով կաշառքներ է վերցրել։ Գումարների մի մասը բժշկական հանձնաժողովների նախագահները պարբերաբար հանձնել են գործակալության պետ Սողոյանին։ Նրա փաստաբան Հայկ Ալումյանը Ազատության հետ զրույցում ասաց, որ Սողոյանը 2 օր առաջ է կալանավորվել, այլ մանրամասներ հրաժարվեց հայտնել։ Ազգային անվտանգության ծառայությունը երեկ երեկոյան տեղեկացրեց, որ գործակալության պետի աշխատասենյակում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է հանձնաժողովների նախագահներից այդ օրվա ընթացքում ստացված որոշակի ժամանակահատվածում հավաքված գումարների հերթական մասնաբաժինը՝ 2 միլիոն 547 հազար դրամ և $600, որի գերակշռող մասը եղել է ծրարված։ Սկանդալային բացահայտմանը սոցիալնախարարությունում դեռ չեն արձագանքում։ Փոխանցեցին, որ նախարար Արտեմ Ասատրյանը այդ մասին բացատրություններ կտա վաղը կառավարության նիստում։ Մի քանի օր առաջ մինչդեռ նախարարը Ազատության հետ զրույցում ասել էր, որ այդ ոլորտում կոռուպցիայի մասին խոսակցություններ շատ կան, բայց ինքը փաստեր չի տեսել։ Ես չեմ ուզենա, որպեսզի մենք մի կողմից խոսենք ուղղակի ինչ-որ երևույթների մասին առանց փաստեր ներկայացնելու։ Կալանավորված գործակալության պետ Արմեն Սողոյանն էլ վերջերս Մամլո ասուլիսում բացառել էր իր ղեկավարած կառույցում կոռուպցիայի երևույթը, պնդելով, մեջբերում եմ, ոչ ոք գլխից ձեռ չի քաշել, որ նման բան անի։ Գումար պահանջելու երևույթներ ես բացառում եմ։ Չի կարող որևէ մեկը որևէ մեկին ասի այսքան գումար կբերես, քեզ սա կտա։ Հարուցված քրեական գործով Արմեն Սողոյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու հոդվածով։ Բարձրաստիճան պաշտոնյային սպառնում է 4-ից 10 տարի ազատազրկում։ Արմեն Սողոյանից առաջ այդ պաշտոնը զբաղեցնող Միքայել Վանյանը 2012-ի հոկտեմբերին էր հեռացվել պաշտոնից կառույցում կոռուպցիոն ռիսկերի հայտնաբերումից հետո։ Վանյանից հետո այդ պաշտոնը զբաղեցրած Սողոյանի օրոք քաղաքացիներից մեկը առնչվել էր կառույցի հետ։ Նրանից գումար էին ուզել։ Ազատության հետ զրույցում չներկայանալու պայմանով կինը պատմեց, որ հաշմանդամության կարգ ստանալու համար գործակալությունում իրենց հասկացրել են, որ պետք է կաշառք տան։ Իմ ամուսինը կարելի ասել չէր կարողանում քայլել։ Դիմել էինք հաշմանդամության համար, պոլիկլինիկան թուղթը տվեց, մինչև ներկայացինք այդտեղ չէին գալիս, որ ստուգեին։ Այնքան ձգձգեցին, որ վերջում գումար տվեցի, նոր գրեցին, բայց մինչև գրեցին, այդտեղ չհասավ, ինքը մահացավ, չհասցրեց։ Ինքը սպասում էր, որ շուտ ստանա։ Ինքը գիտեր, որ հիվանդ է, բայց առանց գումարի ոչ մի հաշմանդամության բան չնշանակեցին։ Հետո 20,000։ Մինչև տվեցին, ասենք, ինքը արդեն մահացավ, որ պետքա ստանար։ Transparency International Հայաստան հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը հուսով է, որ կոռուպցիոն սխեմայի բացահայտումը նախընտրական PR չէ, բայց դա կերևա իշխանությունների հետագա քայլերից։ Հոկտանյանը հիշում է, որ մի քանի տարի առաջ նույն գործակալության նախկին պետն էր հեռացվել նմանատիպ մեղադրանքով։ Ստացվում է, որ խնդրի դեմ հիմնավոր պայքար չէր եղել։ Լավ, դու բռնեցիր, բայց արմատը վերացավ դրանով, որտեղ հակակոռուպցիոն քաղաքականությունը միայն ձերբակալություններ չէ։ Եվ շատ ավելի լուրջ ուրեմն համակարգային խնդիրներ կա տվյալ ոլորտում, որը բերում է նրան, որ այդ ձերբակալություններից հետո երևույթը կրկնվում է։ Ինչի կոնկրետ հիմա արվեց, ընտրություններ են մոտենում, դա եւ ես չէի ուզենա, որ սա ուղղակի դիտվեր միայն որպես նախընտրական։ Հոկտանյանը չգիտի արդյոք իշխանությունների այս բացահայտումը շարունակություն կունենա, թե ոչ։ Նա հիշեցնում է, որ կոռուպցիա կա նաև այլ ոլորտներում։